Լիլա, այսօր խոսելու ես անշարժ գույքի շուկայում տեղի ունեցող զարգացումներից, միջև կներկայացնես քո հավելվածը մի այսպիսի հարց. երբ եղավ ռուս-ուկրաինական պատերազմը, այնտեղ Ռուսաստանից բազմաթիվ մարդիկ եկան այստեղ, նաև եղավ Արցախյան բռնագաղթը եւ դրանով պայմանավորված Հայաստանում թե վարձակալության, թե վաճառքի գները կտրուկ բարձրացան։ Հիմա ուզում եմ հասկանալ, ինչ պատկեր է այդ առումով եւ այն մարդը, որը օրինակ ցանկանում է անշարժ գույք ձեռք բերել։ Այս պահի դրությամբ, եթե կարելի է, խորհուրդ է տրվում նրան գնել, թե հնարավոր է, որ օրինակ առաջիկայում գները իջնեն։ Սպասի, թե շտապի հակառակը։ Շատ լավ, երևի սկսեմ հարցի երկրորդ հատվածից, խորհրդի հետ կապված, դժվար է խորհուրդ տալը, որովհետև արդեն գալիս ենք հարցի ակունքներին, որովհետև այն հանգամանքային գործոնները, որոնք առաջացնում են անշարժ գույքի շուկայում այսօրվա զարգացումները, ինչի մասին հիմա կխոսենք, հասկանալի է դարձնում, որ այդ պարագայում խորհուրդ տալը իրականում բարդ է։ Մի փոքր միայն մեկնաբանություն, որ Հայաստանում անշարժ գույքի հետ կապված աշխուժությունը նույն բնակարանների առք ու վաճառքի հետ կապված վարձակալության մասով համամիտ են, բայց մնացած կոմպոնենտով միայն ռուս-ուկրաինական պատերազմով չէր կամ Արցախի բռնագաղթով չէր պայմանավորված։ Մեզ մոտ կա հիպոթեկային վարկավորման համատեքստում եկամտահարկի վերադարձի ծրագիր, որը էապես գեներացրեց այդ պահանջարկը։ Եվ այդ պահանջարկով էլ մեծամասամբ պայմանավորված է այդ թվում այսօր տեղի ունեցող զարգացումները, այդ պահպանվող պահանջարկը, այսինքն մարդիկ ձգտում են հնարավորինս օգտվել ընձեռնված հնարավորությունից։ Եվ այստեղից է գալիս այդ երկրորդ հարցի պատասխանը, որ դժվար է մարդկանց խորհուրդ տալ չօգտվել ծրագրից, սպասել բնակարանների, ուրեմն գների թուլացմանը կամ նվազմանը, հա։ Այսօր ինչ է կատարվում, այսօր իսկապես կա այդ պահանջարկը, կան գործոնները, որոնք ձևավորում են այդ պահանջարկը եւ կա անշարժ գույքի շուկայի կարծես թե շարունակական տաքացում։